Շատ ուրախ ենք ձեզ գնալու մեր զորամասում, սպասել ենք, գիտենք, սակայն ուզում մի հատ ծրագիր է, մինչև վաղը հոգնացին ճանապարհակ եկենք, ուզում մի հատ կոնկրետ, մի հատ հստակեցնենք, որպեսզի կարանք շարունակենք մեր աշխատանքները։ Ներկայացին զորամասի հրամանատար մարտական հերթապահության տեղում ներողություն նախընտրել, որ ինքի անձամբ երկա չէ դիմավորման հարցում, ներկայացին ճաշարանում գցածա մեր զինվորական ճաշարանում խնդրում որպեսզի մասնակցեք ճաշպիվոթի, որից հետո տեղերը բաշխացա առավոտել սիրում կգանք հրամանատարի սենյակում իր հետ կծանոթանանք և մեր աշխատանքը շարունակենք։ Ինչքան գիտեմ համերգ ունենք, չէ՞, կազմակերպելու զինվորներին դնալու և մնացածը իր հետ, եթե ուրիշ այսօրվա հետ պլանի հետ կապված հարցեր կա, կարող քննարկենք։ Կա։ Մենք շատ հաճույքով եկել ենք ձեր զորամաս, այսպես գիտեք։ Ինչ դա։ Չէ, ոչինչ։ Բանջին ժողովրդին խնավեր, շատ հաճելի է ձեզ տեսնել, այսքան հեռավորության վրա, մեր հայրենիքը պաշտպանելու համար, մեր երկիրը պահպանելու համար, մենք մեծ սիրով կազմակերպել ենք այս այցը ձեր զորամաս, բերել ենք մեր հետ ահագին նվերներ մեր զինվորներին խրախուսելու համար, պատվոգրեր, թանկարժեք մեդալներ, ամեն ինչ, եթե ուզում եք կասենք ինչքան քանակ է, եթե ոչ վաղը, ասենք, չգիտեմ, ոնց է չկա, կասենք, ես վաղը առավոտ ամեն ինչ կազմակերպենք, եթե կար ժամանակում, սա գեղեցիկ ձևով այս նախաձեռնությունը քաղաքի զոհված և վիրավորված տղամարդիկների ընտանիքներին աջակցող ՀԿ-ի կազմակերպությունն է, Օրնենկո Էմոնին նախագահ։ Մեզ միացել են մեր կազակներ խաղաղարարներ, գեներալ գնդապետ պարոն Պապյանը, ինչպես գիտեմ ծանոթ եք, գնդապետ Տիկին Ժանա, մենք ունենք պատվավոր հույր Ֆրանսիայից, մեր զինվորը ծառայում է Զերմոսամբերների, մեր կազակներ խաղաղարարներից է, Դալաս կոմիտեի նախագահ Տիկին Սեդան, Հայրենիք բարեգործականի հիմեր սոցիալապես անապով ընտանիքներին աջակցող նախագահ Տիկին Լենա, երկար տարիներ, մեր հերոս Ջեման, Ղարաբաղյան շարժումներից մինչև առեսօր կռված, հաղթանակած, կապիտան Ջեման Հովհաննիսյանը, Տիկին Գայանեն ներկայացել է Անակա քաղաքից, հույր է մեր մոտ, մեր վարորդը գիտեք արդեն, Տիկին Անահիտը մեր կազմակերպության անդամ է, այնպես այո, պատասխանատուն ոչ մի բան չդատե Անահիտ Անահիտը և եզովված ազատամարտիկների այրիներ ենք, մենք համատեղ գիտակցաբար հիմնադրել ենք մեր կազմակերպությունը, աշխատում ենք և զորակցում ենք մեր զինվորներին, մեր զոհվածների ընտանիքներին, այրիներին, վիրավոր ազատամարտիկներին և ինչու՞ չէ սոցիալապես անապահով ընտանիքներին։ Մեզ հետ համագործակցում են բազմաթիվ հասարակական կազմակերպության ղեկավարներ, մեծ սիրով արդեն 2 տարի ինչ մենք համագործակցում ենք մեր Արսեն Ռաֆիկի Պապյանի հետ գեներալ-գնդապետ, շատ մեզ աջակցում են, հարգում ենք միմյանց և դրա հետ միասին իրենց կազմակերպության անդամներ մեր գնդապետի կոչում ունեն և շտաբի պետ են։ Այսքան մեր ներկայացրած ծրագիրը։ Բերել ենք մեր կազմակերպության անունից 150 զինվորի նվերներ, ունենք 15 հատ շնորհակալագիր 10 հատ պատվոգիր մեր կողմից, պարոն Պապյանի ներքով ներկայացնի պարոն Պապյանը Տիկին Ժանին, ինչ են բերել մեր հյուրերը։ Ողջունում եմ բոլորին, ուրախ եմ ստե գտնվելու համար, որ մեր զինվորի կողքին մենք
կարող լինենք այսօր, մենք էլ ենք մեր նվերներ մեր զինվորների համար, պատվովներով խրախուսենք, մեդալներով և ուրիշ նվերներ։ Կանակները կճշտենք և ժամանակի առումով վաղը քանի որ շապատորա չէ վաղ ունենք Հովանից դուրս վրամատայդ կճշտենք կամ առավոտից շարապարակը կազմակերպենք կհասնենք չէ ժամը 10 կամ էլ մեր ծրագրի մեջ որ բանը կա ինչը համենգ հա էդի զորամաս տարածքում կարան կանենք թե խնդրեք հադրութի ակումբում Չէ, ինչի տարածքում մենք երկիչ ունենք, ասենք բայց մուզիկան ես խնդրել եմ Ես ներկայացնեմ Տիկին Ռուզանան, որ չմոռանամ ասել, մեր գնդապետ Քոչարյանի քույրիկն է, հորոխոր աղջիկն է, այս նախաձեռնության համար է հիմնադիրը, որովհետև մենք կարող պատահապես լինել գնայինք մի ուրիշ զորամաս, քանի որ իր եղբայրը այստեղ ծառայում էր, ինքն էր գնդապետը ստեղի, Ռուզանայի նախաձեռնության մենք եկանք շատ սիրով եկանք ու կրկնվի ես այցիցերի մոտ անպայման։ Մենք մուզիկայի հիվանդացել եմ մեր մուզիկայի բանել է, մուզիկայի խնդիր ունենք։ Ես խնդրեցի Քոչարյանին, որ ստեղ դուք ապահովեք մուզիկան, երկիչը մենք ունենք։ Ժամանակի հաշվարկը կանենք կամ պետք է ճաշեցեք ու կազմակերպենք, որոնները ճաշեն, որից հետո իրաց 4-ը կոմի վրա, 2-4-ի վրա այդ բանանենք Մեր ծրագիրը այդպես էլ կազմված է, 4-ին միջոցառումը սկսել ենք 4-ից Բայ, հենց էլ կար, առավոտ հրամատայի կներկայացնենք մեր ժամանակաշվարդով ծրագիրը սատկասին Իդեպ թե իրանց պարտականությունների կատարի, տարածքմակություն, խնապ և այլ, որից հետո մեր խրախուսման միցինգի կարգում գեղեցիկ ձևով միջոցառում կազմասենք Առավոտ կհանդիպենք, մենք կներկայացնենք մեր ծրագիրները, մեր ծրագիրը, դուք էլ ձեր զինվորներին, ում որ կխրախուսենք, ղեկավարներին կխրախուսենք, Տիկին Ժանան էլ իր մոտ կա ասելիք ունի, այնտեղ մենք կխնդրենք երևի մի 2-3 հոգի կա զինվոր, որ ինքն էլ ուզում որ ուրախանա, ցուցակը կգրենք, կտանք ձեր ունեք գրում, ունենակ 100% իրար հետ կնստենք, կլարացնենք Դուք ձեր անձանների կտակ, մենք մեր լավագինների կտակ Կտակ, այո, մեծ սիրով մենք շատ գեղեցիկ հասկացնենք վաղացել Արադի շատ լավ զինվորներ Ես վերել եմ, բայց ինքս տեղից որ մի քանի օր առաջ մեդալով պարկելադրվել ամեն խրախուսել է Մայրն ասեց, որ այս անգամ էլ իրան դիքերից ասեի չի, որ նորից քեզ պետք է Ազգանն ինչ է, որ ասի Թղթի վրա գրել եմ, ես Ես հովանես ունեմ, ոնց որ նոյակերտից եմ Լավ զովաշել Տիպ չկա չկա Հիմա տեղը ես եցինք որոշ հրամանատայի հետ Մեր տղամարդիկ առանձին ինստերիոս իրանք ունենք, զորամասից մի քիչ դրսում է, ավտոբուսով ավելի հեռու է դառնում, ստեց մի հատ կուճի կալիտ կա ունենք Դով կասկասենք իրանք գնանք կասկը, հանդիսվանան, դրա համար նախատեսված է, մեր ուշկետի կողմը գերեցիկ սենյակնիկ է հյուրանոցակություն Սիրուն գերեցիկ ամենջեր կտած տակներով Հիմա գնանք ճաշարան Տորացուտեք, որպեսի կա վաղվա միջոցառումից իրեն գերեցիկ տակներ Եթե դեպ չեք Շատ լավ կպատրաստվենք Վաղը պատրաստվենք ու լավ չծանենք Մեր երեխեքին Ես իսակ քո պատվին եմ, ասեմ իմանալ Այլեք չկացան Ես չկաստացվես պապել ինձ մենակ էր կայի Բարու պապել մենակ զինողերի ինձ եկեն գերեցուները Չեր տողը չեմ մենակ Ես չեմ կասկացում Ես
Օջախեր եւ իհարկե մենք շատ ուրախ ենք ձեզ տնալու մեր զորամասում այո բանակ հասարակություն կապ ամրապնդող նաեւ մեր քաղաքացիական մարտիկներին ձեր կենացը բարեխորժ Մեր ոտնամոստերներով լինի, երկրի խաղաղություն լինի, մեր զինվորներին էլ առողջություն լինի։ Ովքեր եք հնարուց լինեք, որ մեր զինվորներին դաստիարակեք, պահեք, պահպանեք, առողջ վերադասնեք մեր ծնողներին։ Աստված ես պահապան լինի։ Համար մեծ պատիվ է հայոց բանակի սպաների զինվորների հետ միասին քանի որ ես էլ ծառայել եմ հայոց բանակին 15 տարի պատերազմով շարունակելով մինչև ասենք զորացրումս այսօր մեր կանանց հասարակական կազմակերպության նախագահ մեր Կորմենկո Էմանը, որի ամուսինը իմ ձեռքերի վրա զոհվեց Մարտակերտի ազատագրման ժամանակ։ Եղել եմ Վաշտի հրամանատարի ժամանակ։ Հարթուպատի մեր զոհվածներին խոնարհվում են մեր զոհված բոլոր տղաների լավը։ Հպարտանում են մեր բանակով։ Հավատում են մեր զինվորին։ Մեր տիկին Անահիտը խոնարհաբար եմ ասում, հղի էր, երբ ամուսինը զոհվեց, ընդամենը չկազմավորված երեխաներ էին, 2 ամսական։ Միայն հայ կինը, միայն հայ մայրը կարող էր կազմավորել իր արքանդում երեխաներ և ծնել հայոց բանակի համար պիտանի որպես հայ ժողովրդի համար զավակներ։ Փառք ու պատիվ ձեզ Ալիկ ջան, սիրում եմ ձեզ։ Ես միշտ իմ զոհված մարտական ընկերների կողքին եմ։ Զորացրվել եմ մինչև հիմա, երկրապահ կամավորական եմ, եղել եմ Գրիգորյան Մանվելի 5-րդ բրիգադում հորատից 5 տարի ծառայել եմ Վաշտի հրամանատար, հետո Ղարաբաղի զինված ուժերում եղել եմ դակ տեղակալ։ Իհարկե ես զորացրվել եմ վիրավորվելով 3 անգամ 2-րդ կարգի հաշվանդամություն եմ, հենց հիմա ողնաշարից բեկորը շարժվում է, բայց երբեք չեմ կոտրվում։ Ես միշտ մեր կանանց կողքին եմ, աշխատում հայ կանանցից հզոր կանանց, հարկ պատիվ ձեզ։ Հարկ պատիվ ձեզ ծնած մայրերին հարգելի սպանել։ Սիրում եմ ձեզ։ Կյանքս հայրենիքին հոգին ասում պատիվից, հենց այնպես չեն ասում։ Ես կուզեի, ասպետին վայել մերնել ազգիս համար, բանակին, սահմաններում, հզոր տեսնելու իմ բանակը, իմ համար բանակը թանկ է, քան որպես մի պարավքին անկողնում, ինչ իմանաս, բայց որ 100 տարեկան են դառնամ, ձեռքերս երբեք չեն դողա թշնամու վրա կրակելուց։ Փառք ու պատիվ ձեզ։ Հավատացեք, Հայաստան սփյուռք եւ Արցախ մենք մի հզոր բանակ ենք։ Աշխարհում մենակ հայերն են, ամբողջությամբ զինվոր, մենք բոլորս էլ զինվոր ենք։ Փառք ու պատիվ։ Այո, բանակի Հզոր բանակ մեր հայկական դու մեր նույնս Ինչպես ունացած աջակում է ժայռը, խորտայինի կարկական շերվում է Ինչպես ունացած աջակում է ժայռը, խորտայինի կարկական շերվում է Դու հազոր ատիվ ես հողում ուզան, ես հազոր
Thank you.
Ես ուզում եմ դու տղաների, գիտես ինչ ասես, որ թուրքը որ պետք է գրավեր, դու երգել ես, քո երգով թուրքին շեղել ես։ Ամմար չի, ասած։ Չէ, հարգելի, իմ շատ սիրելի։ Սպանել զինվորներ, գեներալներ, ընկերներ, հայ ժողովուրդ։ Ես ուզում եմ այս բաժակով, խնդրում եմ։ Ես ուզում եմ թույլ տաք, ես պարույս Սևակի հրավիրում եմ և ուրախանում եմ բանաստեղծությունը արտասանել։ Եկեք այսօր, եկեք խնդրեմ ու դարձեք ինձ սեղանակից, օգտվելով մեր այսօրվա բարենպաստ եղանակից, եկեք այսօր ուզածի պես ուրախանանք, ուտենք, խմենք, չէ որ նորից, էլ մեր մորից չենք ծնվի մենք, թող գան խնդրեմ բոլոր նրանք, ովքեր գիտեն փայլատակել կարմիր գինու թնդությունից, ուրախանալ և օտարի խնդությունից, ովքեր գիտեն վիշտ ու ցավը ետ վանելու, կյանքում լավը և առողջը հավանելու, գեղեցիկը ու վսեմը դավանելու, հարգն ու կարգը, ովքեր գիտեն նաև իրենց բերնի համը, թող շտապեն, թող չուշանան, քանի որ դեռ գինի օղին փակ շշերից դուրս չի հորդել ու չի հասել խորվածի հանգունդամը, թող մոտենա մեր սեղանին, նա ում ձեռքը կոշտացել է մուրճից բահից